Եկչին եկեք ու մի ուշանակ, բացի չեմփոնի սուղ է ժամանակ, մեր մեջ կանգնած ձայնով կասրալու, կասի ինձ եկում, ինչ կասր մի դալարջակ, երբ հրկիչ կեզի հետ միանա, և այելեք դեմքին լույսնաշեջ, մեր երկնային տան մեջ, ինչ կաղցր մի դալարջակ, երբ հրկիչ կեզի հետ միանա, և այելեք դեմքին լույսնաշեջ, մեր երկնային տան մեջ, անիժավեն գուղ է ամենում, իր գուտնամով է և սերնանուն, ձայն մեր ընտրյալ թրկիչն անվանեն, մի վարանիկ եկեք, ինչ կաղցր մի դալարջակ, երբ հրկիչ կեզի հետ միանա, և այելեք դեմքին լույսնաշեջ, մեր երկնային տան մեջ, ինչ կաղցր մի դալարջակ, երբ հրկիչ կեզի հետ միանա, և այելեք դեմքին լույսնաշեջ, մեր երկնային տան մեջ, ամեն գոտնել այսօր մանավանդ, ասանք ձայնին ըլլանքն ազատ, մենք հանկրկնել հրավեր սիրալու, Տեր կանչի եկում, ինչ կաղցր մի դալարջակ, երբ հրկիչ կեզի հետ միանա, և այելեք դեմքին լույսնաշեջ, մեր երկնային տան մեջ, ինչ կաղցր մի դալարջակ, երբ հրկիչ կեզի հետ միանա, և այելեք դեմքին լույսնաշեջ, մեր երկնային տան մեջ, Փառք Տերոջը, շնորհակալ ենք Աստծուց իր մեծ ողորմությունների համար, որ Աստված նորից մեզ տվեց կյանք, որ հավաքվենք այստեղ, երկրպագենք, պաշտենք։ Նախ թող մեր մայրերը ուրախ լինեն իրաց օրով, Հիսուս Քրիստոսի շնորհքը հանգչի բոլոր մայրերի վրա եւ լինեն պտղաբեր, բարի շնորհքով, ինչպես Քրիստոսի հարսն է զարդարվում, այդպես դուք եք զարդարվեք Քրիստոսի շնորհքներով։ Աստված օրհնի ձեզ, մայրեր։ Երեխաները գան առաջ։ Ես ուզում եմ միտեղ կարդալ եւ աղոթքով, հայր մեր երգով եւ աղոթքով գանք Տիրոջը առջև։ Պիտի կարդամ Եփեսացիս 4-րդ գլուխ 10-րդ խոսքից մինչև 14-ը։ Ան որ իջավ, նույն ինքն է, որ բոլոր երկինքներեն վեր ելավ, որպեսզի ամեն բան լեցնե։ Խոսքը վերաբերում է Քրիստոսին, որ Քրիստոս իջավ երկիր, խաչվեց, հարություն առավ, նորից վեր ելավ, որպեսզի ամեն բան լեցնե։ Հիմա տեսնենք։ Եվ ինքը մեկ քաններին տվավ առաքյալներ լինելու, մեկ քանին մարգարեներ, մեկ քանին ավետարանիչներ, մեկ քանին հովիվներ ու վարդապետներ, սուրբերի կատարության համար, պաշտոնի գործի համար, Քրիստոսի մարմնի շինության համար։
Մենք գիտենք, որ Քրիստոսի մարմինը դա եկեղեցին է, որի գլուխը ինքն է, եւ ինքն է կառավարում։ Եվ եկեղեցին Քրիստոսի հարսն է, եւ Աստված ուզում է, որ իր հարսը կատարյալ լինի, ամեն շնորհքներով լեցված, ամեն պարգևներով լեցված։ Եվ մենք այսօր պարտավոր ենք աղոթ կանենք, խնդրենք եկեղեցու համար, որպեսզի Աստված ավելի առատապես օրհնի իր հարսը, զարդարի իր հարսը բոլոր շնորհքներով, պարգևներով, ծառայողներով, սպասավորներով, օրհնություններով, մինչև ամենքս ալ հասնենք, երբ որ այս բաները կատարվեն եկեղեցու մեջ, մինչև ամենքս ալ հասնենք հավատքին ու Աստծո որդին ճանաչելու միաբանությանը, կատարյալ մարդ լինելու, Քրիստոսի նման հասակի չափը ունենալու, օրհնյալ է Աստված, որ մեզ սովորացնում է, որ Քրիստոսի հարսը պետք է կատարյալ լինի, սա ոչ թե մեր շնորհքն է, հապա իր կամքն է, իր շնորհքն է, իր նվերները, իր պարգևները իր հարսի համար։ Եկեք կանգնենք աղոթքի հայմեր երգով եւ գանք Տիրոջը առջև, որպեսզի Աստված մեզ հասցնի այդ կատարելությանը, աճեցնի, երբ որ ինքը գա իր հարսին տանելու, մենք էլ հարսի մեջ լինենք, դուրս չմնանք փրկությունից, փրկվենք, հարս եկեղեցու մեջ լինենք, ոչ թե հարսի բարեկամ լինենք, այլ հարսը լինենք։ Աստված օրհնի։ Քույրեր ջան, Տեր օրհնի ձեզ, հայ ինչպես Ռուստամ եղբայրն էլ հիշեցրեց, սիրելի մայրեր, ձեր տոնը շնորհավոր լինի, Աստված օրհնի ձեզ, զարդարի Սուրբ Հոգու պտուղներով եւ իր գործը ձեր մեջ կատարվի, ձեզանով Քրիստոսը փառավորվի։ Ամեն։ Տեր օրհնի։ Այսօր իմ սրտում կա մի փոքր խոսելու, սիրելի եղբայրներ, քույրեր ջան, քանի որ մոտենում ենք Պենտեկոստեի օրվանը, այսպես փառավոր Սուրբ Հոգու գալուստին, զորությանը, Սուրբ Հոգու խոստումի մասին, հենց կուզեմ մի փոքր խոսել այսօր, ինչքանով կառաջնորդվենք, ինչքանով ժամանակը կբավականացի եւ Սուրբ Հոգին ամենակարևորը կառաջնորդի։ Տեր օրհնի ձեզ։ Ուզեմ կարդալ Հովել մարգարեության 2-րդ գլուխ 28 խոսքից, Հովել 2:28-ը։ Ասկե հետո իմ հոգիս ամեն մարմնի վրա պիտի թափեմ, ու ձեր տղաքը եւ ձեր աղջիկները պիտի մարգարեանան, ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն, ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն, ծառաներու վրա ու աղախիններու վրա այն օրերը իմ հոգիս պիտի թափեմ։ Սիրելի եղբայրներ, քույրեր ջան, սա գրվել է մի քանի 100 տարի առաջ, մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի
երկրի վրա հայտնվելը, մինչև Սուրբ Հոգու խոստումը մարդու մեջը բնակվելը, սա մարգարեների միջոցով այս խոստումը արդեն տրված է եղել։ Եվ կուզեմ մի տեղ էլ կարդամ Եզեկիել մարգարեության 36-րդ գլուխ 26 խոսքից, Եզեկիել 36:26-ից։ Ձեզի նոր սիրտ պիտի տամ ու ձեր ներսիդին նոր հոգի պիտի դնեմ, և ձեր մարմիններեն քարեղեն սիրտը պիտի հանեմ ու ձեզի մարմնեղեն սիրտ պիտի տամ, իմ հոգիս ձեր ներսիդին պիտի դնեմ, ու դուք իմ օրենքներուս մեջ պիտի քայլեք ու իմ իրավունքներս պիտի պահեք ու գործադրեք, իմ հոգիս ձեր ներսիդին պիտի դնեմ։ Ես այսպես լսել եմ, որ Աստվածաշնչում կա 7000 խոստում, 7000 խոստումներ կան, որոնք շատ են, և Սուրբ Գիրքը ասում է, որ Աստծո խոստումները այո և ամեն են, սիրելի եղբայրներ, քույրեր ջան։ Եվ Սուրբ Հոգին ոչ թե նոր պետք է գար երկրի վրա Քրիստոսի խաչելիությունից 50 օր հետո, այլ Սուրբ Հոգին ինքը Աստվածության երրորդ անձն է, նա միշտ եղել է։ Հովհաննեսը գրում է իր առաջի թուղթ 5-րդ գլխի 7-րդ խոսքում, եթե չեմ սխալվում, երեքն են, որ կվկայեն, Հայրը, Բանը և Սուրբ Հոգին, և անոնք երեքը միաբան են, երեքը վկայում են, երեքը միաբան են, Սուրբ Հոգին էլ Աստվածության երրորդ անձն է։ Եվ Սուրբ Հոգին, ես ինչպես շեշտեցի, նա ոչ թե Պենտեկոստեի օրը եկավ, նա միշտ եղել է։ Ծննդոցի մեջ մենք կարդում ենք, որ ասում է Աստծո Հոգին ջրերի վրա շարժեր, չէ, ջրերի վրա շարժեր, Աստծո Հոգին կար, եւ Հիսուս եւ Աստված էլ ասում էր եկեք իջնենք Բաբելոնի ժամանակ, չէ, այսինքն ում էր ասում եկեք իջնենք, Որդին էլ Սուրբ Հոգին էլ նրանք միշտ եղել են, բայց հին ուխտի մեջ, սիրելիներ, Սուրբ Հոգին մարդու ներսը չի բնակվել։ Սուրբ Հոգին եկել է մարդու վրա, բայց մարդու ներսը չի բնակվել, եկել է մարդու վրա, մարդը ինչ արել, մարգարեություններ արել, եկավ Սամսոնի վրա, Սամսոնը առյուծին պատառոտեց, եկավ Սավուղի վրա, Սավուղը նոր սիրտ ստացավ, մարգարեների դասի հետ, չէ, դասվեցավ, ինքն էլ մարգարեություն սկսեց անել, եկավ Դավիթի վրա, Դավիթը երգում էր, մարգարեանում էր եւ աղոթում էր, ասում էր ինձանից վեր մի առ քո Սուրբ Հոգին, երբ որ մեղք էր գործել, սիրելի եղբայրներ, քույրեր, բայց Սուրբ Հոգին նոր ուխտի մեջ գալիս է մարդու ներսը, ինչպես կարդացինք, ասում է ձեզի նոր սիրտ պիտի տամ ու նոր հոգի պիտի դնեմ ձեր ներսիդին, ձեր մարմնեղեն քարեղեն սիրտը պիտի հանեմ ու ձեզի մարմնեղեն սիրտ պիտի տամ, իմ հոգիս ձեր ներսիդին պիտի դնեմ ու դուք իմ օրենքներուս մեջ պիտի քայլեք։ Առանց Սուրբ Հոգին մեր մեջ բնակվելու որևիցե մեկը չի կարող Աստծո օրենքների մեջ քայլել։ Որևիցե մեկը չի կարող Աստծո պատվիրանները պահել։ Հիսուս Քրիստոսը ասում էր ես եկա ոչ թե օրենքն ու մարգարեները քանդելու, հապա ինչ անելու եկա, կատարելու եկա։ Դա Սուրբ Հոգին է մարդու ներսը ապրելով, մարդուն նոր կյանք բերելով մարդու ներսը, այսինքն աստվածային բնությունը, որ մարդը կարողանա Աստծո խոսքին հնազանդվել, որովհետև մենք մարմնավոր կերպով Հռովմայեցի 8-րդ գլուխը կարդացեք, այնտեղ պարզ գրված է, մարմնավոր խորհուրդը ինչ է, թշնամություն է Աստծո դեմ, իսկ հոգևոր խորհուրդը կյանք եւ խաղաղություն, այդ կյանքն է գալիս քո ներսը, այդ խաղաղությունն է գալիս իմ ու քո ներսը, որովհետեւ մենք խաղաղություն չունեինք եւ կյանք էլ չունեինք, այս մարմնավոր կյանքը ունեինք, բայց այն խաղաղությունն ու կյանքը, այսինքն երկնքից բերված կյանքը, աստվածային կյանքը մեր ներսը չկար, ու մենք մարգորեն մեր մարմնավոր վիճակով, Ադամ բնությունով չենք կարող Աստծո խոսքը պահել։ Դավիթի վրա էլ որ իջնում էր Սուրբ Հոգին, Դավիթը գրում է 119 Սաղմոսի մեջ, եթե չեմ սխալվում 72-ն է, կամ եղբայրները կարող են գտնել, ասում է որքան կսիրեմ քո օրենքդ, այն է ամեն օր իմ մտածությունս, ոնց է սիրում Աստծո օրենքը, ոնց եմ սիրում Աստծո պատվիրանները, չէ որ Աստծո պատվիրանները, որ կարդում ենք, որ խորում ենք, ասում ենք Տեր ինչպես պիտի սա կատարենք, ծանր է թվում, չենք կարողանում սիրել, չենք կարողանում ներել, չենք կարողանում հանդուրժել, շատ խոսքեր կա Աստծո պատվիրան, սրտով ցանկացար ուրեմն կատարեցիր, բա ինչպես պահենք սիրելիներ, բայց Հովհաննեսն էլ գրում է առաջի թուղթ Հովանու 5-րդ գլուխ 3-րդ խոսքն է, եթե չեմ սխալվում, ասում է եւ աս է Աստծո սերը, որ անոր պատվիրանները պահենք, եւ անոր պատվիրանները ինչ չեն,
ծանր չեն։ Ում համար ծանր չեն, սիրելիներ, ով որ Սուրբ Հոգով էս կյանքը ապրում է։ Ում մեջ բնակվում է Աստծո Սուրբ Հոգին, ով որ լցված է Սուրբ Հոգով, նրա համար Աստծո պատվիրանները ծանր բան չեն։ Ու նա սիրով է սա կատարում։ Նա հոժարությամբ է սա կատարում, նրա ներսը խաղաղություն է կա, սիրելի եղբայրներ, քույրեր, որ Աստծո պատվիրանը պահի։ Եվ ես մտածում էի, ասում է Հիսուս ջան, բա ինչի համար հին ուխտում մարդու ներսը չէիր բնակվե։ Այս քանի օր մի երկու օր խորում էի։ Երեք էր կարծեմ, թե 3 առաջի օրը, որ խորում էի, մեկ էլ մի միտք եկավ, ասում էի հայտնություն տուր Հիսուս ջան, ես ուզում եմ հայտնություն լինի, որովհետև քո խոսքի հայտնություններն է, որ մեր ներսը բժշկություն ա լինում, որ մեր ներսը արտություն ա լինում։ Եվ այսպես մտածում էի, մեկ է գնացի խորքերը դեպի ծննդոց գիրքը նորից Ադամն ու Եվան, մեր նախահայրը, ու ինչի հանդիպեցինք մենք Սուրբ գրքով, գրված է, որ Աստված Ադամին ստեղծեց ու դրեց Եդեմի պարտեզի մեջ։ Եվ օրվա հով ժամին իջնում էր եւ ինչ էր անում Ադամի հետ, որպիսի հաղորդակցվեր։ Ադամը Աստծո փառքի մեջ էր, այսինքն, բայց Ադամը ինչ արեց։ Ադամը մեղանչեց, սիրելիներ, Եվան Ադամը մեղանչեցին, անհնազանդ եղան, հանցան գործեցին, մեղանչեցին, ինչպես ասում է, մեղ կանցանք, անհնազանդություն, մի չեմ ուզում այդ տեղերը կարդամ, եւ Եդեմի պարտեզից դուրս վռնդվեցին, Աստված Եդեմի պարտեզից նրանց հանեց, սիրելիներ։ Եվ հիմի մարդը, որ ստեղծված էր Աստծո փառքի մեջ ապրելու, ինչպես Հռոմայեցի 3-րդ գլխի մեջ են կարդում, Աստծո փառքից ընկավ։ Գրված է. ամենքը մեղանչեցին եւ Աստծո փառքից ընկան։ Այսինքն մարդը դառավ Աստծուն թշնամի, սիրելիներ։ Որ մարդը դառավ Աստծուն թշնամի, հիմա այս թշնամության հարցը Աստված պետք է լուծեր։ Աստված տվեց Իսրայել ժողովրդին, տվեց պատվիրաններ, տվեց օրենքներ, սրբության սրբոց գոյություն ուներ, խորանը կար, տաճարը կար, եւ այդ սրբության սրբոցի մեջ միայն իրավունք ուներ մտնելու քահանայապետը տարին մեկ անգամ, այն էլ Իրանը չեղած այրունով, զոհերով, ցուլերի, նոխազների այրունով։ Սա էր, որ իր համար առաջ զոհանի եւ հետո ժողովրդի համար զոհանի։ Բայց Աստծո արդարությունը, որ կատարվեր, որ Աստված ամեն բանի մեջ արդար լիներ, սիրելիներ, պետք էր այդ մեղքի հարցը լուծվեր։ Մեղքի հարցը պետք է լուծվեր, որ Սուրբ Հոգին գար մարդու ներսը բնակվեր։ Առանց մեղքի հարցը լուծվելու, առանց մարդը Աստծո հետ հաշտվելու, սա տեղի չէր ունենա։ Եվ Հիսուս Քրիստոսը խաչի վրա, երբ որ իր հոգին պետք է ավանդեր եւ ասեց ամեն բան կատարվեցավ, եւ Հայր, քո ձեռքդ կավանդեմ իմ հոգիս, գրված է այդ վարակույրը վերեն վար պատրվեցավ, սիրելի եղբայրներ, քույրեր։ Պատրվեցավ, սրբության սրբոց տանող ճանապարհը բացվեցավ եւ խոստումը մեր Տեր Հիսուս Քրիստոսը, ինչպես խոսում էր առաքյալներին, իր աշակերտներին, որ ապսպրելով նրանց այդ խոստումի մասին, կուզեմ կարդամ այդ տեղերը, եկավ ու մարդու մեջ բնակվեցավ։ Եվ Սուրբ Հոգին է, սիրելիներ, մարդուն այդ աստվածային կյանքը բերում, Սուրբ Հոգին է առաջնորդում ճշմարտության, Սուրբ Հոգին է հաստատում ներսի մարդու մեջ, Սուրբ Հոգին է եկեղեցուն պատրաստում, որպեսզի եկեղեցին հափշտակվի։ Սուրբ Հոգին այդ գործն է անում, սիրելի եղբայրներ, քույրեր, որովհետև ասում է եւ Հոգին ու հարսը կսեն եկուր, որպեսզի Սուրբ Հոգու աստվածային կյանքը մարդու մեջ բնակվելով, մարդը այս երկրագնդի վրա Աստծո հետ հաղորդ լինելով այդ կյանքին վաղը միսօր կարողանա երկնքում էլ ապրել, Ադամի նման չլինի, որովհետև եթե մենք այդ կյանքի հետ երկրի վրա հաղորդ չլինենք, այդ կյանքով չապրենք, մենք էլ Ադամի նման կլինենք, մենք էլ կենաց ծառի հետ կապ չենք ունենա, կենաց ծառից չենք ուտի։ Դրա համար Սուրբ Հոգին հենց այդ գործն է անում եւ գրված է Հայտնության 22:17-ում, ասում է Հոգին ու հարսը ասում են եկուր, որ Հոգին պատրաստի, ինչպես Հեգին պատրաստում էր Եսթերին, որպիսի թագավորի առաջ կանգնի, եւ Հեգի անունը հենց նշանակում է մխիթարիչ, այսինքն Հեգին է Սուրբ Հոգու գործեր անում, հիմի Սուրբ Հոգին էլ այդ գործն է անում։ Եվ տեսնենք, սիրելիներ, մի փոքր անդրադառնանք այս Սուրբ Հոգու խոստումի վրայով, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը խոսում էր իր աշակերտներին, որ պետքա գա Սուրբ Հոգին, որ Պենտեկոստեի օրը պետքա իջնի, պետքա լցվեն նրանք։ 14-րդ գլուխ Հովանու ավետարան 16 խոսքից կարդում ենք. Ես ալ հորը պիտի աղաչեմ
Եվ ուրիշ մխիթարիչ պիտի տա ձեզի, որպիսի հավիտյան ձեզ հետ բնակվի։ Ճշմարտության հոգին, որ այս աշխարհը չի կրնար ընդունել, վասնզի չի տեսներ զանիկա ու չի ճանչնար զանիկա, բայց դուք կճանչնաք զանիկա, վասնզի ձերքով պիտի բնակի եւ ձեր մեջ պիտի լա, ձեզի որ չեմ թողի կուգամ ձեզի։ Ձեր մեջ պիտի լինի ճշմարտության հոգին, սիրելիներ, եւ գրվածա ճշմարտության հոգին այս աշխարհը չի ընդունում, որովհետեւ ինչ չի անում, չի տեսնում։ Աշխարհը չի տեսնում, սիրելիներ, բայց նրանք, ովքեր ճշմարտությունը սիրում են, այս հոգին տեսնում են։ Հիսուս Քրիստոսը նույն Հովանու 18:37-ում ասում էր. ես այս բանի համար ծնված եմ եւ աշխարհ եկած, որպիսի ճշմարտությունը վկայեմ, եւ բոլոր նրանք, ովքեր ճշմարտությունից են, իմ ձայնիս ականջ են դնում։ Բոլոր նրանք, սիրելիներ, բայց նրանք, ովքեր իրենց ականջները փակել են, ինչպես Մատթեոս ավետարանում մեր Տեր Հիսուս Քրիստոսը խոսում էր, Մատթեոս ավետարան 13:15 խոսքում, այսպես էր ասում. «Վասնզի այս ժողովրդին սիրտը թանձրացավ եւ իրենց ականջներով ծանր լսեցին ու աչքերնին գոցեցին, որպիսի չլա թե աչքերով տեսնեն եւ ականջներով լսեն եւ սրտով իմանան ու դարձի գան եւ ես զանոնք բժշկեմ»։ Իրանք փակեցին, իրանք գոցեցին, դրա համար ճշմարտության հոգին չեն տեսնում, սիրելի եղբայրներ, քույրեր, եւ ճշմարտության հոգին չեն էլ ճանաչում։ Եվ այս ճշմարտության հոգու մասին նորից խոսում է մեր Տեր Հիսուս Քրիստոսը Հովանու ավետարան 16:7 խոսքի մեջ, խոսում էր աշակերտների հետ, բայց աշակերտները շատ բան չէին հասկանում, որովհետև նրանց միտքը փակ էր։ Այսօր մենք էլ շատ բան չենք հասկանում։ Առանց Սուրբ Հոգու օգնության, առանց Սուրբ Հոգու հայտնության, շատերը կարդում են, չէ, Աստվածաշունչը։ Շատերը կարդում են, շատերը շատ խելացի են, իմաստություն էլ ունեն, շատ կրթություն էլ ունեն, բայց կարդում են, ասում են, մենք չենք հասկանում։ Պողոս առաքյալը գրում է, որովհետև այն ավետարանը, որ ես Աստուծմե առա, անիկա մարդու բան չի։ Մարդը չի կարա հասկանա։ Ինչքան իմաստուն ուզում ես եղի, ինչքան հանճար ուզում ես եղի, այն ավետարանը, որ քարոզվեց, սա մարդու բան չի։ Ես երկնքից առա ասում է, հոգին հայտնեց, այսինքն Սուրբ Հոգով Աստծո բերանից դուրս եկած խոսքերով է գրված այս ավետարանը։ Եվ մինչև Սուրբ Հոգին չբացի մեր միտքը, մեր սիրտը, մեր ականջները, մեր տեսանիքները, մեր աչքերը, մենք չենք կարող հասկանանք, սիրելիներ։ Եվ աշակերտներն է, որ թմրած էին, խոսում էր Հիսուսը, նրանք է չէին հասկանում, բայց մինչև եկավ, ու ասում է գրված է, Հիսուսը նրանց միտքը բացեց, որպիսի գրվածները հասկանան։ Մեր միտքն է պետք է բացվի։ Մենք անգիր գիտենք շատ խոսքեր, բայց այդ խոսքերը քանիսից ներսում է հավատքով բնակվում։ Օրինակ մի հատ բան ասեմ։ Մի քանի տարի առաջ էր մամաս զանգեց, ասում է մարդ կար այդպես, որ խոսում էինք, իրար հետ զրուցում էինք, մի հոգի ասաց տարիներով լսում է Աստծո խոսքը, տարիներով գնում է եկեղեցի, ջրով հոգով մկրտված է, ասում է ասաց մեկին լսում էի մի քահանայի ասեց այդ Սուրբ Հոգին, այդ ինչ աղոտ, այդ ինչ բան, այդպես բաներ չկա, այդ մարդիկ իրանք երևակայում են, աղոթում են, եթե աղոթեն պետքա թարգմանվի, մի խոսքով սենց ասում է կարող է սուտ է, մկրտված անձնավորություն։ Այսինքն տարիներով եկեղեցի եկող, տարիներով հաճախող, լսող մարդը, մեկ էլ մի հատ եսին որտեղից լսում է, կասկածում է, այդ ինչի համար է։ Որովհետև մեր միտքը բաց չի, սիրելի եղբայրներ, քույրեր, չենք հավատում, լսում ենք, թողում գնում ենք մեր գործերին, բայց իրականում այդ հավատքը, այդ կյանքը հաղորդ չի լինում մեր սրտի հետ, մեր մտքի հետ, գրված է նաև մտառությամբ պիտի անենք, եթե պետք չկա, ես էլ կգնամ վաղը միսօր կմոլորվեմ, սուտ Քրիստոսներ կգան, սուտ վարդապետներ, սուտ մարգարեներ, կխոսեն, հրաշքներ, նշաններ կանեն, կասեմ հեսա այստեղ կատարվում այս եկեղեցում գալիս եմ, մի հատ չտեսա, որ երկնքից կրակ իջնի, մենա եկել է երկնքից կրակ է իջնում, ինչի արդյունքն է, հաստատություն չկա, սիրելի եղբայրներ, քույրեր։ Եվ Սուրբ Հոգին այդ գործն է ուզում կատարի մեր ներսը։ Հիսուսն ասում էր, բայց ես ճշմարիտ կսեմ ձեզի, աղեք է ձեզի, եթե ես երթամ, քանզի եթե ես չերթամ, մխիթարիչը ձեզի չի գա, բայց եթե երթամ, զանիկա ձեզի պիտի ղրգեմ։ Եվ ինքը երբ գա, աշխարհը պիտի հանդիմանե մեղքի համար, արդարության համար ու դատաստանի համար։ Եվ աշակերտներին ապսպրեց Հիսուս Քրիստոսը, որ աշակերտները մնան Երուսաղեմի մեջ, մինչև Սուրբ Հոգին գալը, մինչև Պենտեկոստեի օրը, որ Սուրբ Հոգու զորությունը գա,
եւ մենք դա կարդում ենք Գործ առաքելոց 2-րդ գլխի մեջ, որ գրված է Պենտեկոստեի օրը, թե ինչպես տեղի ունեցավ։ Պենտեկոստեն եկել է Հիսուս Քրիստոսի հարությունից 50 օր հետո։ Եվ Պենտեկոստե, ես նայել եմ այսպես, հունարենում նշանակում է հենց 50-րդ։ Եվ հին ուխտում Պենտեկոստեի օրը դա հունցքի տոնն էր, Ղևտացիների 23-րդ գլխի մեջ, որ կարդանք կտեսնենք։ Եվ գրված է, սիրելիներ, որ Հիսուսը ինչպես պատվիրել էր աշակերտներին, աշակերտները մեկտեղ էին, Գործ առաքելոց 2-րդ գլուխ 1-ին խոսքից այսպես են կարդում. Երբ Պենտեկոստեի տոնը հասավ, ամենք տալ միաբան մեկտեղ էին, հանկարծակի երկնքեն ձայն մը եղավ, սասկաշունչ հովի ձայնի պես, եւ բոլոր տունը լեցրեց, ուր նստել էին, եւ բաժանված լեզուներ երևցան իրենց, որպես թե կրակե, եւ ամեն մեկու վրա նստան։ Տեսեք, հանկարծակի երկնքեն ձայն մը եղավ, սասկաշունչ հովի ձայնի մը պես, ու կրակե լեզուներ եկան ասում է, հովի ձայնը, հիշում եք այստեղը, երբ որ Նիկոդեմոսը եկավ Հիսուս Քրիստոսին Հովանու ավետարան 3-րդ գլխի մեջ ու խոսում էր Հիսուսի հետ, Հիսուսը նրան ասաց, որ ճշմարիտ ասում եմ քեզ, եթե մարդը հոգուց ու ջրից չծնվի, չի կարող Աստծո արքայությունը մտնել, Աստծո արքայությունը տեսնել, հետո նոր մտնել, եւ ասեց հովը ուր որ ուզում է, փչում է, այստեղ է որ կարդում ենք, ասում է երկնքից ձայն մը եղավ, սասկաշունչ հովի ձայնի մը պես, այս հովը սիրելիներ Սուրբ Հոգու զորությունն է, որ ասեց անոր ձայնը կլսես, եւ այդ ձայնն է որ լսես, դա Սուրբ Հոգու աղոթքի ձայնն է, Սուրբ Հոգու աղոթքի ձայնն է, որ կողմը ուզում է փչում է, բայց չես իմանում ուր է գնում, այսօր այդ հովը սիրելի եղբայրս քույրս, ով որ Սուրբ Հոգով մկրտված չի, իր կյանքում կարող է կատարվի, եւ գրված է Եվ բաժանված լեզուներ երևցավ իրենց, որպես կրակե ու ամեն մեկի վրա նստավ, եւ կրակն էլ դա Աստծո ներկայության խորհրդապատկերն է, որովհետև Հովանես Մկրտիչը ասում էր, ես ձեզ ջրով եմ մկրտում, բայց ինձանից հետո եկողը ինձանից զորավոր է, որ ձեզ պիտի մկրտես Սուրբ Հոգով եւ կրակով, կրակը դա Աստծո ներկայության խորհրդապատկերն է, որովհետև Աստված Մովսեսին հայտնվեցավ այրվող մորենիի միջից, Աստված Իսրայել ժողովրդին առաջնորդում էր ցերեկամպի սյունով, գիշերը կրակի սյունով, սիրելիներ, դա Աստծո ներկայությունն է, եւ երբ որ լցվեցին Սուրբ Հոգով, գրված է դուրս ելան եւ սկսեցին օտար լեզուներով խոսել, որտեղ կային պարթևներ, մարեր, հռով մայեցիներ, եղամացիներ, տարբեր ազգերից հավատացյալներ, նորահավատներ, որ լսում էին եւ զարմանում էին։ Եվ նույն Պետրոսը, որը որ մատնեց Հիսուս Քրիստոսին, որը որ ուրացավ, վախեցավ, թողեց Սուրբ Հոգով լցված, նորից Հովել Մարգարեի այդ խոսքերը մեջ ա բերում 16 խոսքից եւ Պետրոսը ասում է հապա ասիկա այն է որ Հովել Մարգարեի միջոցով ըսվեցավ եւ պիտի ըլլա որ վերջին օրերը կսե Աստված իմ հոգիս ամեն մարմնի վրա պիտի թափեմ ու ձեր տղաքը ձեր աղջիկները պիտի մարգարեանան նույն Պետրոսը սիրելիներ այն զորության հոգով համարձակությունով խոսեցավ որովհետեւ Սուրբ Հոգին համարձակություն է տալիս Ես իմ կյանքում եղել է, որ այստեղ պիտի գամ քարոզեմ, մեկ էլ սենց վախ ա եկե, ասել եմ, բա որ գամ, ոնց եմ խոսալու, ինչ պիտի խոսամ, բայց հենց որ գալիս ես, երբ որ Սուրբ Հոգին այցելում ա, արդեն խոսում ես սիրելիներ, որովհետև Սուրբ Հոգին այդ զորությունը, այդ համարձակությունը եւ այդ իշխանությունը տալիս է, որպեսզի մարդը քարոզի, ու մենք գիտենք, որ աշակերտները Սուրբ Հոգու զորությամբ ամբողջ աշխարհը քարոզեցին, ու Սուրբ Հոգին մարդու մեջ բնակվելով դարձավ Աստծո տաճար։ Ես կուզեմ իմ կյանքից մի տեղ էլ վկայեմ եւ կգանք աղոթքի շատ չեմ երկարացնի, թե ինչպես այս հովը փչեց իմ կյանքում, թե ինչպես այս կրակը իմ կյանքում հայտնվեց։ Ես երիտասարդ էի 20 կամ 21 տարեկան, չէի ապաշխարում այդ տարիներում եւ ընկել էի մի փորձանքի մեջ։ Հենց ընկնում էի փորձանքի մեջ, ասում էի վերջ, պետք է ապաշխարեմ։ Այսօր այդ օրն է։ Ընկել էի փորձանքի մեջ, գնացի տուն, մի հատ հարազատ ունեինք մեզ շատ մոտ, որ իր մասին շատ խոսել եմ իր մասին, եկավ մեր տուն, իմացավ, ես էլ ծխախոտը ամեն ինչը թողեցի, ասեցի, ես պետք է ապաշխարեմ, այսօր ես հարցը լուծվի, բայց իմ սրտի խորքում գիտեի, որ հենց այս հարցը լուծվի, ես նորից գնալու եմ աշխարհ։ Եղբայրը խոսեց, հորդորեց, զրուցեց, ավետարանից, Սուրբ Հոգուց, դե լսել էի, գիտեի փոքր տարիքում, ու մեջս մի բան եկավ, ասեցի ուզում եմ Սուրբ Հոգով մկրտվեմ։
Գիտեի, որ Սուրբ Հոգով մկրտվեմ, ես չեմ ուզում, բայց Սուրբ Հոգին ինձի կբերի։ Այսպես մի հատ ասում էի, կարող է մի հրաշք կատարվի, բայց ես իրականում այդպես չէի ուզում ապաշխարեի։ Եղբայրն ասեց, որ ուզում ես, քո համար կաղոթենք։ Գնացինք մեր սենյակը, տանը մարդ չկար, իրար հետ մտանք սենյակը ու սկսեցինք աղոթել։ Իմի եղբայրը աղոթում է կրակով, Սուրբ Հոգով այսպես լցված, աղոթում է, ես բերանս էլ հազիվ այսպես չեմ բացում։ Եղբայրը նայեց, ասեց, Գևորգ ջան, եթե ուզում ես աղոթես, Սուրբ Հոգով մկրտվես, աղոթք արա, բաց շուրթերդ, ազատ, փառավորի Տիրոջը։ Ու անցել էր մի 20 րոպե այսպես աղոթում էինք, մեկ էլ աղոթքի ժամանակ եկավ Սուրբ Հոգին, անկախ ինձանից բերանս բացվեց, իմի օտար լեզուներով, օտար սենց Սուրբ Հոգու աղոթքով աղոթում եմ, սենց արագ տենամ եղբայրն ուրախացել, ասում են, աղոթի, չդադարես, աղոթի, ու այդ օրը հիշում եմ, ամբողջ օրը աղոթեցի, սիրելիներ։ Այդ օրը այտենց չէի որոշել, որ ապաշխարեի, աղոթեցի, զանգեցի ընկերս եկավ, ընկերոջս Պապան է Եհովայի վկա էր։ Ընկերս եկավ, ասեցի, սենց բան կա, ապաշխարում ենք, Աստծո Հոգին գալիս է մեր մեջ, բնակվում է, պարգև է տալի, մենք խոսում ենք, թե ինչ կա գիտեի, բացատրում էի։ Ասի ուզում ես մկրտվես, ասեց հա, ոնց չեմ ուզում, իմ մանկության ընկերներ, ասեցի համե թող մկրտվի, այդ իրա Պապա իշխանության տակից է դուրս կգա էլի, դե իրա Պապան Եհովայի վկա էր։ Ասի չի գնա այնտեղ։ Աղոթեցինք, ես եղբայրն է մկրտվեց Սուրբ Հոգով։ Այս ընկերս է ճիշտ ալը չի ապաշխարել, բայց հավատում եմ, որ կապաշխարի, ու ես մի 5-6 տարի հետո նոր ապաշխարել եմ, սիրելի եղբայրներ, քույրեր ջան, բայց Սուրբ Հոգին իմ մեջ բնակվելով, այո, ես չգիտեմ, Աստծո գործերը անքննելի են, Կորնելիոսն էլ առաջ մկրտվեց Սուրբ Հոգով, հետո նոր ջրով, Տերը գիտի, եւ ինչի հիման վրա մկրտվեցի, իմ արդարության, ոչ, ուղղակի հավատում էի։ Այսօր շատերը մտածում են, մենք պետքա արդար լինենք, մենք պետքա ես իմիշ գործեր անենք, տես կատարյալ սրբության մեջ լինենք, դրա համար Պողոս առաքյալը ասում է, դուք հոգին ինչով առաք, օրենքի գործերով է, թե հավատքի լսելով է, ոնց առաք Սուրբ Հոգին, ինչ որ օրենքով գործեր գործեցիք, ես որ նայում էի ինձի ամենամեղավոր մարդն էի հենց այդ ժամանակ, բայց Սուրբ Հոգին եկավ, Աստված ուղարկեց, Քրիստոսը մկրտեց, Քրիստոսն է մկրտողը, որովհետև սրտանց հավատում էի ու գիտեի, որ Տերը կմկրտի, որ ասել է ուրեմն կմկրտի։ Այսօր սիրելի եղբայրներ, քույրեր ջան, ովքեր չեն մկրտվել, թող փափագեն եւ հավատան, որ մեր գործերից չի։ Հիսուս Քրիստոսը այդ հոգին ուզում էր տար այն մեղավոր սամարացի կնոջը, որ մի 5-6 հատ ամուսին ուներ, այն մի հատն է, որ ուներ, այն էլ իրանը չէր։ Էլի տենց ամուսինը չէր, ուղղակի իրար հետ ապրում էին, բայց այդ կենաց ջուրը, այդ Սուրբ Հոգին ուզում էր նրան էլ տար։ Եվ Աստծո խոսքը ասում է, Հիսուսը կանգնել էր տոնի վերջի օրը եւ ասում էր, այն որ ծարավ է, աղաղակում էր, թող ինձի գա։ Այդ ծարաված, փափագող ու հավատքով սրտերին Տերը պատրաստ է Սուրբ Հոգին տա։ Ուղղակի թող մանկան նման հավատա։ Սրդանց փարտիրոջը ասու ժողովուրդ Տերը թող փառավորվի մեր մեջ, մեր կյանքի մեջ, որտեղ Տերը եկել է, որպես իր փառքը ցույց տա, իր սերը, իր քաղցրությունը։ Աստված հավիտենական սիրով է սիրել։ Մարդիկ կարող է քիչ ժամանակով սիրեն։ Տեսնես որ այն ժամանակ մարդկանց մեջ մեր բարեկամների կամ ծանոթների, թեկուզ քուր եղբայրների մարդ ենք բոլորս։ Կմտածես առաջ շատ կսիրեր, բայց արդեն քչծրել է սերը։ Ոնց որ առաջվա պես չի սիրե։ Ամեն մարդ կզգա իր հոգով։ Բայց Աստծո սերը չի փոփոխվի։ Աստծո սերը հավիտենական սեր է։ Այնքան կսիրե, որբեզի քեզի իր մոտ տանի։ Տեսեք, որ մարդը կուզե, որ յուրաքանչյուր մարդ, ով կուզե որ իր հետ ապրի, ամենահարազատը, իր որդին, իր աղջիկը, չէ, իր քուրը, եղբայրը կամ ծնողները, նրանց հետ մարդիկ կուզեն ապրին, ճիշտ է։ Ինչքան սիրեց Աստված, որ ուզեցավ, որ մենք իր հետ ապրենք։ Ինչքան հարազատ է, ինչքան սեր է, ինչքան քաղցրություն է, ինչ բարություն է, որ Աստված ուզեցավ, որ ինձի պես մեղավոր մարդը դարձի գա ու Աստծո հետ ապրի։ Փառք Տիրոջը։ Թող Տերը օրհնե, զորացնե, իր Սուրբ Հոգով լեցնե։ Ես Տիրոջ կամքով
Եվ մեր եղբայրների թույլտվությամբ կուզենայի միան փոքր վկայություն Սուրբ Հոգու մգրտության համար, ովքեր որ չեն մգրտվել Սուրբ Հոգով, թող փափագվին։ Ես երբ որ չէի մգրտվել, կմտածեի հավատքս քիչ է կամ ինչ որ մեղքեր եմ գործել, ահա որ Աստված Սուրբ Հոգով չի մգրտել։ Եթե դուք աղոթ կանեք Սուրբ Հոգու համար, ինչ որ միտք կա, ինչ մեղքի միտք կա, դուք անմիջապես խոստովանեք, մի պահեք, եղբայրները, սպասավոր եղբայրները պատրաստ են, որպեսզի լսեն եւ ձեր խոստովանությունը Աստծո մոտ հասնի։ Տեսեք, եթե դու ուզենաս փափագվես, Աստված պատրաստ է միշտ քեզի մգրտելու։ Եթե դու ուզենաս, ես ուրեմն Պադանի հասակից Տերը կանչեց ինձի 16 տարեկան էի ու բոլորը Սուրբ Հոգով աղոթ կանեին մեր եկեղեցին։ Ես էլ կմտածեի, ես ինչով եմ պակաս կամ ես արժանի չեմ այդ Սուրբ Հոգով մգրտվելու, այդ օտար լեզվով աղոթելու։ Դե բոլորը չմգրտվածները կմտածեն, չէ՞, կարող է ես արժանի չեմ։ Ոչ, մենք բոլորս էլ արժանի չենք։ Արժանի Աստված արավ ինքն է արժանի։ Եվ ինքը սրբեց, որպեսզի ինքը մգրտե, դա խոստում է, դա Աստծո ծրագիրն է, որ ինքը Սուրբ Հոգով մգրտե։ Եվ 17 տարեկանից ես մգրտվա Սուրբ Հոգով, ես փոքր կուզեմ վկայություն տամ իմ մգրտությանս օրը։ Միշտ եղբայրներին կասեի, եղբայրներ աղոթեք ինձ համար որ Սուրբ Հոգով մգրտվիմ, եղբայրները կաղոթեին պաշտամունքից հետո, ու ես Սուրբ Հոգով չէի մգրտվի։ Կմտածեի, եթե եղբայրները ինձի հետ միասին կաղոթեն ու ես չեմ մգրտվի, ուրեմն Աստված երբեք ինձ Սուրբ Հոգով չի մգրտել։ Էլ ում դիմեմ, որ ինձի համար աղոթեն, որ ես Սուրբ Հոգով մգրտվի։ Եվ մի օրը, ինչպես հիմա կասեմ, դուք էլ ձեր մեջ որոշում կայացրեք, որ Տեր Հիսուս, ինչպես Հակոբոսը ներողություն, ինչպես Հակոբը, որ Իսրայել կոչվավ, հրեշտակը եկել էր, ճիշտ է, չթողավ, պինդ բռնեց, ասեց մինչև չորտնես, ես քեզի բաց չեմ թողնա։ Ես էլ այդ նույն խոսքը վերցրի, այն ժամանակ ես պսակված չէի, ես ու մայրս ենք, երկուսեր Սուրբ Հոգով մգրտված չէինք։ Սիմա ջան, արի հիմի աղոթենք, ոչ թե աղոթենք այս գիշերը հասնենք Տիրոջը պարգին քնենք, այլ աղոթենք, որ Սուրբ Հոգով Տերը մգրտե։ Գսե դու գնացիր ինչքան եղբայրները քեզ համար աղոթեցին չմգրտվար, Աստված գիտե երբ կմգրտե։ Ինքը գիտե ու վերջ, ես չէ։ Ես կուզեմ որ հենց հիմի Աստված ինձ մգրտե։ Եվ եկանք աղոթի, սկսեցինք աղոթ կանել։ Դե մեր աղոթքի մեջ շատ անգամ գրական բառեր կօգտագործենք, չէ՞, Սաղմոսներից խոսքեր կհիշեցնենք, Տեր ինչպես Դավիթին օրհնեցի իր Սուրբ Հոգին նրա վրա էր։ Սկսեցի գրական Աստծո խոսքից, ինչպես ոնց որ Աստծո խոսքը ես ասուն կհիշեցնեմ։ Սկսեցի աղոթ կանել Դանիելից, Դավիթից եւ այլն, ես սկսեցի հոգնել, լավ, ես ինչու համար եմ աղոթ կանում։ Չէ՞ որ ես Սուրբ Հոգու մգրտության աղոթ կանեմ, ես խո քարոզ չեմ անի աղոթքի մեջ։ Եվ Աստված մի տվավ։ Նրանք բոլորը խնդրեցին, դու ինչ կուզես, այդ միտքը, ինչ կուզես։ Տեր Հիսուս, արդեն իմ Լենագանի բարբարով ասեցի, ես Սուրբ Հոգի կուզեմ, Հիսուս ջան, ուրիշ բան չեմ ուզե։ Դու ինձ մգրտե, ինչ կեղնի, արդեն իմ ակցենտովս խոսայի, Տեր ջան, ինչ կեղնի, Սուրբ Հոգով մգրտվե, լավ էլի ինչ կեղնի, սաղին մգրտեցիր, ինձ չես մգրտե, ու սկսեցի լացերնելով աղոթ կանել, թախանձով, խնդրանքով, ես այդ ժամանակ սորվեցի աղաչել բառը։ Ես շատ անգամ խնդրանք էր, միշտ խնդրանք էր, բոլորս աղոթքի մեջ խնդրում ենք, ճիշտ է։ Տերը սորվեցրեց նաև աղաչես, միայն խնդրել չէ, բլի աղաչես, ինչպես որ շատ անգամ կհիշադակենք, որ Տեր Հիսուսը կսե ես հորը կաղաչեմ, չէ, որ ցեզի Սուրբ Հոգին տա։ Ես դե աղաչելով խնդրեմ այդ Սուրբ Հոգին։ Սկսեցի աղաչելով, թախանձելով Տեր Հիսուս ջան, ինչ կյանի Սուրբ Հոգով մգրտե։ Սկսեցի աղաղել ու մեծ ջերմություն։ Այդ սիրո ջերմությունը ես զգացի թե ինչքան Աստված կսիրե, որ ինձի պես մեղավոր մարդս խնդրանք ու աղաչանք անե ու Տերը լսեց։ Որովհետև ես կմտածեի մարդ ինչքան պետք է սուրբ լինի, որ Աստված լսի այդ մարդուն, չէ՞, այդ մարդու խնդրանքը կատարե, չէ՞, սուրբ լինելը չէ, այստեղ երեխու պես, երեխայի պես հավատքով, թախանձով խնդրելն է, ու Աստված քո խնդրանքդ կուտա։ Եվ Սուրբ Հոգով Աստված լեցրեց,
Սկսեցինք օդար լեզով, ես սկզբից մգրդվա, մի ամիս հետո մայրս մգրդվա։ Սուրբ հոգով սկսեցինք աղոթք անել։ Այդ ջերմությունը, սերը, աղոթքը վերջացրեցինք, իմ մայրը սկսեց հասկացանք, որ Սուրբ հոգով մգրդվար։ Դե ինքը որ չմգրդվար, իր մեջ մի քիչ նախանձ առաջացավ, ասեց իմա ջան, դու էլ կմգրդիս, ոչինչ։ Հա, ու մորս հետ չէի կարող հայերենով խոսալ, Սուրբ հոգով աղոթք գնեի։ Օդար լեզով մեր սկսել հա հասկացանք, էլ մի քեզի բաներա, գիտեմ որ Սուրբ հոգով մգրդվար լավ, ու այդ սերը, այդ քաղցրությունը, այդ Աստծո զորությունը ճաշակեցի, նույնը ժողովուրդ ջան, ովքեր որ մգրդված չեն, թող սրտանց խնդրեն, Տեր Հիսուս, ես կուզեմ, որ դու քո խոստումքին համաձայն, ինչպես որ ձեռքը տարածել ես եւ քո հոգին թափել ես, ինձ էլ մգրդե։ Եվ ովքեր որ մգրդված են, այդ նույն ապրումը, այդ սերը, այդ քաղցրությունը կարող են վայելել, որտեղ նույն Աստծո հոգին քո մեջն է։ Աստծո հոգին այդ ժամանակ որ քո մեջ մտավ, բնակվավ, զգացիր, նույն Աստծո հոգին էլի քո մեջն է։ Դու կարող ես վայելել, դու կարող ես օդար լեզով աղոթելով, փառաբանելով Աստծուն, այդ սերը, քաղցրությունը վայելել։ Հիմա աղոթենք մեր եկեղեցու մեզի համար, ովքեր որ մգրդված չեն, եւ մեր հոգևոր ընթացքի համար, որ այդ հոգին խնդրել ենք, այդ հոգով ապրենք, ովքեր Աստծո որդիներ կկոչվին, ովքեր Աստծո հոգով են ապրում եւ Աստծո հոգով են քայլում, թող Տերը փառավորվի, ամեն։ Աղկեփունջ մայրիկիս, ջերմ համբյուրներս թող որ լինեն, քեզ հոտավետ մի փունջ ծաղիկ, միշտ գեղեցիկ ու ժպտադեմ, միշտ նվիրյալ անուշ մայրիկ, ծաղիկների մեջ բնության, ամենաճոխ սիրուն ծաղիկ, դու օրինակ համբերության, միշտ լույս տվող իմ լույս մայրիկ, ախ որքան է իմ շուրթերին, հոսել կաթիդ բույրը մայրին, ու կշտացած քնել կրծքիդ, արփած բյուրեդ բյուրեղ մայրին, եւ իմ երգն էլ այս աննշան, թող որ շոյե դեմքդ մայրին, շուրթերս էլ շուրթիդ վրա, համդ առնեմ համով մայրիկ, ինչ էլ անեմ, կրակ դառնամ, ոնց վճարեմ պարտքս մայրիմ, անմնացորդ զոհաբերված, միշտ շնորհող իմ սուրբ մայրիկ։ Ասենք Փառք Հիսուսին, իրապես մեր մայրերի համար Հիսուսի անունը փառավորի, քուրեր եղբայրներ ջան, մինչև նյութին անցնելը Տերը մի հատ լուրջ հայտարարություն արեց, չէ, երբ որ եկան ասեցին քո մայրդ եկել է քեզի է հարցնում դռանակով, ասեց ով է իմ մայրս, քույրս, եղբայրս, չէ, ով որ կամքը, որ Աստծո խոսքը լսում եւ կատարում է։ Երանի այն մայրերին քույրեր եղբայրներ ջան, որ այո Աստծո խոսքով են ապրում եւ կատարում են Տիրոջ խոսքերը։ Հնարավոր է քույրիկը մայր չի, բայց ինքը Աստծո խոսքով, Աստծո հոգին իր վրա է եւ որփին մայրություն անել գիտի։ Սա է իրական մայրը, քույրեր եղբայրներ ջան։ Այն մայրերը, այն քույրերը, որ Աստծո խոսքով ապրում են եւ խնամք են տանում, թեև ինքը ասում եմ, կարող է ինքը մայրացած չի, բայց ինքը բազում երեխաների մայրության հոգ կարա տանի։ Տիրոջ անունը փառավորվի։ Սա Հիսուսից է, Աստծո խոսքից է, Տիրոջ անունը փառավորվի։ Ուրեմն իմ սրտում էլ է դրվել կխոսեմ Սուրբ Հոգու գործնեության մասին, քուրեր եղբայրներ ջան, որ Աստծո Սուրբ Հոգին այսօր աշխատում է յուրաքանչյուրիս հետ։ Անկախ ամեն ինչից, ես Սուրբ Հոգով մկրտված եմ, թե չէ, Աստծո Սուրբ Հոգին նաև ներգործում է ինձի վրա էլ, որովհետև Աստծո խոսքով կուզենամ հիշատակել, որ սա մեր մեջ ավելի, այո, եղբայրները հիշացրեցին, չէ, Սուրբ Հոգին է հաստատում ներսի մարդու մեջ։ Ուրեմն կարդամ առաջի Կորինթացիս 12:3-ից. Ուստի այս ձեզի կիմացնեմ, թե մեկը չկա, որ Աստծո հոգիով խոսի ու Հիսուսին նզովյա լսե, եւ մեկն ալ չի կրնար Հիսուսը Տեր կոչել, եթե ոչ Սուրբ Հոգիով։ Մենք Հիսուսին հավանում ենք, չէ, որ Հիսուս ջան, դու իմ Տերն ես, չէ։
Էդի ումից է, Աստծո Սուրբ Հոգին է, Սուրբ Հոգին է լուսավորում մարդուն, Սուրբ Հոգին է ներգործում, այս աշխատանքը, կառույցը, այս ընթացքը Սուրբ Հոգու վրա է դրված, քուրեր եղբայրներ ջան։ Եթե ես այո, ինչքան որ Հիսուսի հետ կհամաձայնվեմ, ինչքան հավատքս կուղեմ, Սուրբ Հոգին կգործի, Աստծո Սուրբ Հոգին կաշխատի մեզի վրա։ Եվ ինչքան լավ է մենք որ չխանգարենք Սուրբ Հոգու գործին։ Ես թույլ տամ, որ Սուրբ Հոգին այսօր խոսա, Սուրբ Հոգին այսօր ներգործի, իմ միտքս բացի, հաստատի ներսի մարդի մեջ, ավետարանի ճշմարտության մեջ, որպեսզի մեր մեջը հոգևոր մարդ ձևավորվի, քուրեր եղբայրներ ջան։ Ես կուզենամ կարդալ ուրեմն մեզի օրինակ Եզեկիել 47-րդ գլուխ, սկզբից կարդամ, որ ավելի հասանելի լինի մեզ բոլորիս։ Հիմա Սուրբ Հոգին այսօր ուզում է գործի աշխատի, բայց հնարավոր է մարդը արգել կհանդիսանա, հնարավոր է մարդը խանգարի Սուրբ Հոգու գործունեությանը, բայց եթե այն մարդը հնազանդվի Սուրբ Հոգուն, հնազանդվի Աստծո խոսքին, Սուրբ Հոգին եկել է, այո, ուզում է, որ մեր մեջ Քրիստոս ձևակերպի։ Մենք որպես տաճար Սուրբ Հոգին, ես այդ համարները կկարդամ եւ Սուրբ Հոգին թող այսօր հաստատի մեզի ավետարանի ճշմարտության մեջ։ Զիս նորեն 47:1-ից կարդում եմ։ Զիս նորեն տաճարին դռանը ետևը բերավ։ Արևելյան կողմեն ասում է տանը սեմին տակեն ջուրեր կելեին, քանզի տանը երեսը դեպի արևելք էր ու ջուրերը տանը աջ կողմն էին, տակեն սեղանին հարավային կողմեն կիջնեին։ Ապա զիս հյուսիսային դռանը ճամփայեն հանեց եւ առաջնորդեց դեպի արտաքին դուռը, որ արևելք կնայեր ու ջուրը կհոսեր դեպի հարավային կողմը։ Էսի որ սերտենք այսօր ամբողջ օրը չի բավականացնի, բայց Աստծո Սուրբ Հոգին Աստծո այո գահից հոսում է, Աստծո գահից Հիսուսից գալիս է, երկնքից գալիս է քուրեր եղբայրներ ջան։ Եվ երրորդ խոսքն եմ ասում, այն մարդը, որ իր ձեռքը լար ուներ դեպի արևել գնաց ու 1000 կանգուն չափեց եւ զուս ջուրեն անցուց ասում է ջուրերը մինչև ասում է իմ գարշապարս կելեին։ Սկզնական 4 փուլերն է Սուրբ Հոգու գործունեությունը։ Մեր կյանքի մեջ 4 փուլով պետք է անցնենք, քուրեր եղբայրներ ջան։ Սկզնական շրջանում տեսեք մարդը, որ գալիս է Տիրոջը, ոնց որ հավատքի սկզնական քայլերն անում եւ այդ ոնց որ դուք փորձել եք ոնց որ գետը մտնենք, բոլորս երևի երեխա ժամանակ գետը մտած կլնենք։ Իր հոսանքը էթում է։ Սկզնական որ մտնում ես գետը, ոնց որ մինչև գարշա, ոնց որ կոճղերը էլի, ոնց որ մտնում է մարդը մի սարսռում է, ցուրտա կամ սառնա, ոնց որ բանանում կարող է դուրս գա։ Գետի հոսանքով չի էթում։ Էսի մեր հավատքի ոնց որ հələ պատկերացրա սկզնական Հիսուսին հավատացել եմ, եկել եմ ոնց որ հələ վերջնական տես չեմ մտնում այդ գետի մեջ, ընկղվելու, որովհետև Աստծո Սուրբ Հոգով լեցունության այս կյանքը ընկղվելը սա ուրիշ կատեգորիա է։ Հնարավոր է մարդը այո, ոնց որ եղբայրները խոսեցին, իջնի մարդու վրա, իր հետ լինի, բայց ներսի բնակությունը ընկղվելը Սուրբ Հոգու մեջ, այս համաձայնվելը սա ուրիշ կարգավիճակ է, Սուրբ Հոգին երբ որ մեր մեջ բնակությունը արդեն հաստատում։ Սկզնական շրջանում մենք որ հավատացել ենք, եկել ենք, հնարավոր է մեր կոճղերից լինի եւ մենք այտենց ոնց որ հələ առաջ չգնանք, բայց կա երկրորդ փուլը, ուրեմն սկզնական շրջանը այս մեր կոճղերից է լինում։ Երկրորդը կարդամ, ասում է 1000 կանգուն եւս չափեց եւ զուս ջուրերեն անցուց ջուրերը մինչև ծունկներս կելեին։ Մինչև ծնկներս եկավ։ Սա երկրորդ փուլն է։ Ես արագ կուզենամ այսպես ոնց որ ավելի բանանեն քուրեր եղբայրներ ջան ժամանակի առումով եւ ասում է այստեղ ծնկներս արդեն կլնեին։ Հիմա հավատքի մեջ երբ որ մարդը գալիս է, արդեն սկսում է երկրորդ փուլը, ծնկի, այսինքն աղոթքի կյանքը, ծնկի գալով խոնարհվելով Տիրոջ առաջ, արդեն երկրորդ փուլն է սկսում մարդու կյանքի մեջ։ Կարդամ երրորդը ասում է եւ ասում է ջուրերը մինչև ծունկներս կելեին 1000 կանգուն եւս չափեց ու զիս ջուրերին անցուց ջուրերը մինչև ասում է մեջքս կելեին ասում է այսինքն մի քիչ էլ խորացավ մի քիչ էլ առաջացավ հավատքի կյանքի մեջ մինչև մեջքը սա գիտեք ինչ է նշանակում արդեն մեջքը այն կարգավիճակն է որ ասում է ձեր մեջքերը գոտեվորված լինան Եփեսացիս թղթի մեջ չէ հիմա Աստծո խոսքի պահել եւ գործադրելն է մեր կյանքի մեջ Աստծո խոսքով ապրելն է երրորդ այս շրջանը որ մարդը արդեն հեղինակությունը բարձանում է խոսքը արդեն բարձանում է մարդը սկսում է խոսքի համաձայն ապրել գոտեվորվել Աստծո խոսքով
Նորեն 1000 կանգուն ալչափեց, ուր այնպիսի գետ մը եղած էր, ուր կե չէի կրնար անցնիլ, վասնզի ջուրերը հորդեր էին ասմա, ու այնպեսի գետ մը ասմա կազմեր էին, ուր կե մարդ մը չէր կրնար անցնիլ առանց լողալու, ասմա բարձացավ արդեն այնքան, մինչև ոտերս արդեն կտրվավ, մինչև վերցրեց իրա հոսանքի մեջ, մինչև արդեն Սուրբ Հոգու գետը իրա հունը ունի, իրա հոսանքը ունի, կտրվել արդեն մարդը, մինչև հələ պատկերացրա, ես մտել եմ գետի մեջ, արդեն ոնց որ սրունքներից, սա ծնկներից, սա գոտկատեղից, սա մինչև այնքան եմ խորացել, մինչև գետը վերցրեց իրա հունի մեջ, մինչև Սուրբ Հոգու գետը վերցրեց, արդեն էլ ես կամք չունեմ, որ կողմ կուզի կհանի, արդեն լողալով, պարպվելով, արդեն ավետարանի խոսքով մի տեղից պետքա դուրս գաս, հոպտի բան չանես, արդեն Սուրբ Հոգին քեզի տանում է, հանում այնտեղ, որտեղ որ ինքը ուզում է, արդեն քեզի օգտագործում է այնպես, ինչպես որ իր կամքն է, ամեն, Տիրոջ անունը փառավորվի, Աստծո Սուրբ Հոգին, այո, այս 4 շրջանները մեզի աճացնելով, ուզում է վերցնի իր հունի մեջ տանի, ինչպես որ ինքն է ուզում, Տիրոջ անունը փառավորվի, եւ այսպես այս գետը հոսում է այս աշխարհի մեջով, այս աշխարհի ծովի մեջով, հեսա կարդամ տեսեք ասում է, այն ատեն ինձի եսավ, տեսար որդի մարդո, եւ զիս տարավ ու գետի եզերքը պատածուց, երբ կպտտեի, տեսա թե գետի երկու եզերքը խիստ շատ ծառեր կային, այդ գետի եզերքը Աստծո Սուրբ Հոգին է, այդ ծառերը մարդիկ են, որ տնկված են եզերքում, այսինքն եկեղեցու մեջ են, տնկված են եւ այդ սնուցանումը գետի մոտ տնկված ծառի ու անապատի մեջի ծառի տարբերությունը տեսել եք։ Այդ գետի մոտը միշտ իրա տերևները կանաչ են, պտղաբեր է, միշտ ժամանակին իրա պտուղները տալիս է, բայց անապատի մեջինը, որ ջուր չկա, սնուցանում չկա, չորանում վերջում կտրվում է արմատից, չէ՞, տենց է։ Հիմա շարունակեմ, եւ ասում է ինձի ըսավ, այս ջուրերը արևելյան կողմեն կելեն ու անապատ կիշնեն ու ծովը կերթան եւ ծովուն խառնվելուն անոր ջուրերը կթարմացնեն։ Հիմա այդտեղ որ նայենք ինչ որ մի հատ ոնց որ ծովը կամ ինչ որ մի հատ լճակ ոնց որ այդտեղ ուրիշ ջուր չի հոսում կամ անձրևա ջուր չի գալի, այդ ջուրը մնում նեխում ոնց որ բան է դառնում, բայց երբ որ գետի հոսանքը գալիս է, երբ որ խառնվում է, այնտեղ նոր կյանք է սկսում, քուրեր եղբայրներ ջան, այնտեղ սկսում է մի հատ ուրիշ նոր կյանք, դրա համար Աստծո Սուրբ Հոգին, մենք այտենց լճացած այդ աշխարհի կյանքի մեջ, այդ ծովը այդ աշխարհն է, ոնց որ Սուրբ Հոգին այսօր հասել է իմ սրտին, Աստծո խոսքը այսօր ջուր է կենթանի ասել է ինձի, ես թողեմ թույլ տամ, որովհետեւ խառնվի, որ հին մարդս փչացնի, որ նոր կյանք սկսի իմ մեջ, Քրիստոս կյանքը գա իմ մեջ, քուրեր եղբայրներ ջան, եւ շարունակեմ, գետը ուր որ երթա, բոլոր կենթանիները պիտի ապրին, ձուկերը խիստ շատ պիտի առատանան, քանզի այս ջուրը, ուր որ մտնե կմաքրե, եւ ուր որ հոսանքը երթա, հոն կյանքի պիտի ապրի, ասում է, կյանքը պիտի ապրի, ասում է, Աստծո Սուրբ Հոգին ասում է, երբ որ այդ գետերը ուր որ երթա, նոր կյանք կսկսի, Աստծո Սուրբ Հոգին երբ որ գալիս է մեր մեջ, Աստծո խոսքը երբ որ գալիս է մեր մեջ, նոր կյանք է սկսվում, հիմա այսօր Աստված այսօր նոր կյանք է առաջարկում, շատ կերպերով, ձևերով ասում է, կանխավ խոսած էր Մարգարենի ձեռքով, այս վերջի օրերում ասում է, իր որդիով է խոսեցավ, այսօր Աստծո խոսքը խոսվում է, Աստծո Սուրբ Հոգին եկել է, այսօր ես պետքա թույլ տամ ուղակի համաձայնվեմ, խոնարհվեմ, համաձայնվեմ Տիրոջ հետ, որ մաքրությունը կատարվի, որ այդ խոսքի իշխանությունը, գործը կատարվի իմ մեջ, եւ ես սկսեմ ապրել նոր կյանքով, եւ շարունակում եմ անոր վրա ասում է եկազդե եւ մինչեւ Ենագլայեմ ասում է ձկնորսներ պիտի կայնին հոն ուրկաններ փռելու տեղ պիտի ելա ձուկերը տեսակ պիտի ելան մեծ ծովուն ասում է ձուկերուն պես խիստ պիտի շատանան բայց անոր ասում է տաղմալիս տեղերեն ու ասում է ճախինները պիտի չթարմանան ասում է անոնք ասում է անոնք աղի համար պիտի պահվին ու գետին երկու եզերքները ամեն ասում է
ամեն տեսակ պատխաբեր ծառեր պիտի բուսնին, որոնց տերևը պիտի չթափի ու պտուղը չհատնի։ Ամեն ամիս նորեն պտուղ պիտի տան, վասնզի անոր ջուրերը սրբարան են կելեն, եւ ասում է անոնց պտուղը կերակուրի համար ու տերևները ասում է բուժարար պիտի ըլլան ամեն։ Տիրոջ անունը փառավորվի։ Այո, Աստծո Սուրբ Հոգու ջուրը երբ որ գա, ասում է, պատխաբեր պիտի ելնի, ասում է, շատ ասում է, եւ անոր տերևը Աստծո խոսքն է, երբ որ ասում է, ես եմ դուռը, Հիսուսը չէ, ես ով որ մտնի արոտ, ասում է, պիտի արոտ գտնի, եւ պիտի ասում է առնի, այդ բուժարար պիտի ելնի ինձի քեզի համար։ Այս խոսքերը ինձի քեզի բժշկարար են, քուրեր եղբայրներ ջան, Աստծո խոսքն է ինձի քեզի մաքրում, Աստծո Սուրբ Հոգին է մաքրում, ինքն է ինձի քեզի բժշկում, քուրեր եղբայրներ ջան, եթե ես ընդունում եմ Տիրոջը, Տիրոջ անունը փառավորվի, եւ առաջի Կորինթացիս տեսեք ինչի համար այս նպատակը, ինչ գործունեություն անում իմ եւ քո կյանքի մեջ։ Առաջի Կորինթացիս ուրեմն կարդում եմ 3-րդ գլուխ 16 խոսքը։ Չէ գիտեր թե Աստծո տաճար եք դուք եւ Աստծո հոգին ձեր մեջ կբնակի։ Աստծո տաճար, այսինքն իմ մարմինը արդեն դառնում է տաճար Սուրբ Հոգին։ Էլ ասում է ոչ Երուսաղեմի մեջ, ոչ այս սարի վրա, ապա հոգիով ճշմարտությունով, արդեն ես Սուրբ Հոգու տաճար, արդեն Սուրբ Հոգին եկած իմ հոգիս հետ կմիաբանվի, կկանչի Աբբա Հայր։ Այստեղ արդեն մարդը կենթանի տաճար կդառնա։ Այստեղ այս տաճարի մեջ արդեն մաքրություն կատարվավ։ Հիշում եք Հիսուս երբ որ մտավ տաճարը, խարազանեց բոլոր առևտրականներին, բոլոր առևտուր անողներին, այնտեղ ասեց իմ հորս տունը աղոթքի տուն է։ Հիմա Սուրբ Հոգին եկած մեր մեջ, Աստծո խոսքը իմ մեջ եկած, էլ առևտուրը պետք է թողեմ, հայեսի որ անեմ, էսի կկորցնեմ, այսիշ բանը որ անեմ, կարող է եկամուտ չունենամ, թողես ամեն առևտուրը, հոգևոր կյանքը առևտուր չի, ապա հնազանդություն է, խոնարհություն է, հավատքի կյանք է սա, երբ որ ես ընդունում եմ Աստծո խոսքը, Աստծո Սուրբ Հոգին խարազանում է, բոլոր այդ մարմնավորը, բոլոր կուրքերը մաքրելով ին ներսը կենթանի տաճար Աստծո Սուրբ Հոգու համար։ Այս սրա համար է, այս երկրի վրա տվել է այս մարմինը, չի տվել որ մեղքի զեղությունը ապրի քուրեր եղբայրներ ջան։ Այս մարմինը տվել է որ ինքը գա եւ մեր մեջ բնակի, ասում է ձեր մեջ պիտի բնակի, իմ եղբայրները կարդացին, ձեզի Աստված պիտի ըլլամ։ Տիրոջ անունը փառավորվի։ Եթե ոչ, ուրեմն ես որբ եմ, ուրեմն ես դուրս գցված եմ, որովհետև Աստծո հոգին եթե չգա ինձի, Տեր ասում էր ես եւ հայրը կգանք օթևան կկատարվի, ձեզի որբ չեմ թողի։ Հիմա ես չեմ ուզում որբացած ապրեմ, ես չեմ ուզում անտեսված ապրեմ, ես ուզում եմ հոր հետ ապրեմ, Աստծո խոսքի հետ ապրեմ։ Տիրոջ անունը փառավորվի։ Եվ սա կախված է իմ հավատքի ընդունելությունից, սա կախված է որ ես այո Տիրոջը Հիսուսին Տեր կկոչեմ եւ կհրավիրեմ իմ կյանքի մեջ եւ կհրավիրեմ, կասեմ այդ գետը թող գա եւ վերցնի, ընկղվեմ այդ գետի մեջ, Հիսուս ջան, արա ինչպես որ ուզում ես քո կամքը տա։ Ամեն, մարդը երբ որ խոնարհվում է, գալիս է, վայելում է, սրտանց հոժարաբար հանձնվում է Տիրոջը, հանձնվում է Սուրբ Հոգուն եւ Աստված սկսում է օգտագործել իր անվան փառքի համար։ Եփեսացիների մեջ տեսեք այդ բնակարանը ինչպես է շինվում, քուրեր եղբայրներ ջան, կարդամ 2-րդ գլուխ 18 խոսքից կարդամ, 18-ից կարդամ։ Քանզի անոր ձեռքով մենք, ասում է 2 սալ, մեկ հոգիով հորը մոտենալու արտոնություն ունենք։ Ուրեմն ալասկե հետո դուք օտար ու պանդուխ չեք, ապա սուրբերու, ասում է սուրբերուն քաղաքակիցները եւ Աստծո ընտանիքը, առաքյալներու ու մարգարեներու հիման վրա շինված, որու անկյունի գլուխը Հիսուս Քրիստոսն է, ասում է, որով բոլոր շենքը մեկտեղ հարմարությամբ կազմված կաճի սուրբ տաճար կլա Տիրոջմով, որով դուք ալ մեկտեղ շինվիք Աստծո բնակարանը լալու Սուրբ Հոգիով։ Այո, Սուրբ Հոգին այդ բնակարանը, եկել է իմ ներսի բնակարանը շինի, որպեսզի կծվեմ եկեղեցուն, որպեսզի այդ շենքը շինվի եւ այդ եկեղեցու մասին ասում եւ այդ եկեղեցին հարսը Հիսուս գալու է տանի։ Տիրոջ անունը փառավորի։ Այսօր մենք քուրեր եղբայրներ ջան, շատ բաներ եղբայրները ինչպես ասեցին, կարող է շատ բաներ խնդրեմ, բայց չասեմ,
Սուրբ Հոգի ջան, արի իմ մեջ, արի բնակվի իմ մեջ, մաքրես, որովհետև մաքրողը ազատագրողը հին մարդուց, այդ աշխարհի, այդ ծովը, որ կա, այդ աշխարհից հանողը դու ես, մաքրողը դու ես, արի որ այդ կյանքը հաստատի իմ մեջ, արի որ այդ կյանքի փոփոխությունը գա, նոր կյանք սկսի իմ կյանքից մեջ, քուրեր եղբայրներ ջան։ Եթե ես այս կողմը այդ խնդրվածքը, այդ աղաչանքը չանեմ, ես կմնամ հին մարդի մեջ, ես իմ կյանքի մեջ փոփոխություն չի լինի, կմնամ նույն Կիկոսը, շատ կներեք այս բառիս համար, նույն հին մարդով ապրելով, նույն այդ ընթացքի մեջ ոչ մի փոփոխություն էլ չի ունենա։ Ու կբողոքեմ, կասեմ, ինչի փոփոխություն չկա, ինչի այս բանը չի փոխվում, չի փոխվի, որովհետև ես երբ հրավիրեցի Հիսուսին իմ կյանքիս մեջ, ես երբ ուզեցի, որ Սուրբ Հոգին վերցնի, ընկղվեմ իր մեջ, այդ ներկայության մեջ, որ այդ կյանքս չփոխվի։ Երբ որ ասում եմ ճաշակեցեք, տեսեք Տերը բարի է, երբ որ ես այս աղաչանքը խնդրվածքը անում եմ քուրեր եղբայրներ ջան, Աստված տալիս է առատապես, մեկը չի նախատում, չի ասում, գիտես այս բաները որ արել ես, Աստված գիտի իմ կազմվածքը, որ ես հող եմ, որ ես ապականված եմ եւ ունակ եմ էտի անելու, հապա ընդհակառակը ով որ կխնդրի, ասում է, իմաստություն կխնդրի, շնորհ կխնդրի, առատապես կուտա։ Եվ Ղուկաս ավետարանի մեջ 11-րդ գլուխ 13 խոսք ասում է. «Ուստի եթե դուք որ չար եք, ձեր զավակներու աղեք ընծաներ տալ գիտեք, որ չափ ավելի ձեր հայրը երկինքն է, Սուրբ Հոգին պիտի տա անոնց, որ իր մեկը խնդրեն»։ Տիրոջ անունը փառավորվի։ Երբ խնդրեցինք, հնարավոր է ես ջրով մկրտված եմ, հələ Սուրբ Հոգով մկրտված չեմ, ասում է խնդրի եւ Տերը կտա։ Այն մարդիկ էլ ովքեր որ ջրով մկրտված չեն, Հիսուսն է մկրտողը, հնարավոր է որ այո մկրտվեն, բայց քուրեր եղբայրներ ջան, մենք խնդրենք առաջ Տիրոջ հետ այո Սուրբ Հոգին, Տերը թող գա, որ ընկղվեմ ես իր ներկայության մեջ, համաձայնվեմ իր հետ, որ Աստված այդ գործը անի իմ եւ քո կյանքի մեջ։ Եվ վերջի համարը կուզենամ կարդամ եւ պետք է աղոթքի կանգնենք։ Հովանու ավետարան 16-րդ գլուխ, ուրեմն 16-րդ գլուխ 22-ից կարդամ, 16-22-ից։ Հիմա ասում է, հիրավի հիմա դուք տրտմություն ունիք, բայց ես ձեզ նորեն պիտի տեսնեմ եւ ձեր սրտերը ուրախ պիտի լան, ու ասում է, ու ձեր ուրախությունը մեկը ձեզ մե պիտի չհանե։ Այն օրը ասում է, ինձի բան մը պիտի չհարցնեք, ճշմարիտ կսեմ ձեզի, թե իմ անունովս ինչ որ խնդրեք հորմեն պիտի տա ձեզի։ Մինչև հիմա իմ անունովս բան մը չխնդրեցիք, խնդրեցեք ու պիտի առնեք, որպեսզի ձեր ուրախությունը լման ըլլա ամեն։ Տիրոջ անունը փառավորվի։ Հիմա մարդը կարող է խնդրում է սկզնական, երբ որ սրունքներիցս է ջուրը, խնդրում եմ հաղթելիքը, այս բանը, այն բանը, այս բաներ կարամ խնդրեմ, բայց երբ որ մարդը ընկղվում է հոր ներկայության մեջ, սիրո մեջ, չէ քուրեր եղբայրներ ջան, խնդրում ասում է Հիսուս ջան, ես ուզում եմ վայելեմ Սուրբ Հոգուն, ես ուզում եմ քեզի վայելեմ Հիսուս ջան, ես ուզում եմ ապրեմ քեզի հետ։ Սա արդեն այն կատեգորիան է, որ ես հանձնված եմ Տիրոջը, որ ես հանձնված եմ ավետարանի ճշմարտությանը, հանձնված եմ Սուրբ Հոգուն եւ Սուրբ Հոգին որ կողմ կուզեք տանե, հովը որ կողմ կուզեք փչե, ես համաձայն եմ որ երթամ։ Սա խաչելության ճանապարհը կարա լինի։ Հիմա ասում է տրտմած եք, բայց այդ ուրախությունը, այս կյանքը որ գալիս է մեր մեջ քուրեր եղբայրներ ջան, այս էլ մնացածը էլ այդքանը բան չի մեր աչքի առաջ։ Ապա մենք ապրում ենք Տիրոջ խոսքով, թեև շատ դժվարություններ եւ հարցեր կա, ասում է շատ տրտմած եք, բայց ձեր ուրախությունը, որ քո մեջդ կա, կյանք կա, հավիտենական կյանք ունես, Աստծո Սուրբ Հոգին ապրած է, էսի ձեզանից մեկը չի կարա հանի։ Հիմա պատկերացրա ամբողջ սրտով Հիսուսին նվիրվել ես, Աստծուն հավատացել ես, էսի քո մեջից ով կարա հանի, եթե դու չես ուզում դուրս հանես։ Ոչ, եթե ես ուզում եմ պահեմ մնամ սրա մեջ, մեկ ասում է ձեզանից չի կարա հանի։ Տիրոջ անունը փառավորվի։ Հնարավոր է նեղության մատնեն, բանտը դնեն, հագուստը տունեն, ամեն ինչը առնեն, բայց Աստծո սերը մեր միջից ով պիտի հանի քուրեր եղբայրներ ջան։ Եթե ես պահել եմ սրտանց Հիսուսին իմ սրտի մեջ, ով կարա հանի, եթե ես չեմ մերժե։ Հիսուսի անունը փառավորվի։ Ինչ մերժելու մասին է խոսքը։ Հազիվ եմ գտե այս կյանքը, էլ բաց չեմ թողնի։ Հավիտյանս հավիտենից ասում եմ Հիսուս ջան, դու իմ բաժինն ես, ես էլ քոնն եմ։ Ամեն։ Եկեք սրտանց աղոթք անենք Տիրոջը։
հիշում եք Տեր Հիսուսը ինչ ասեց։ Ասեց. ես դեռ շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց հիմա չեք կարա տանի, բայց հետո որ Սուրբ Հոգին գա, այդ բոլորը ձեզ կասի եւ դուք իմանաք։ Գիտեք, այստեղ խոսքը շատ առատ է տրվում։ Շատ առատ է տրվում, այո։ Բայց մի շատ կարևոր բան կա։ Դու տեսնում ես խոսքի եւ Սուրբ Հոգու ներկայությունը այս օդի մեջ։ Քո ականջները բաց են Աստծո խոսքի առջև, քո սիրտը բաց է Աստծո խոսքի առջև։ Եթե փակ է, եթե մենք մեր բոլորս էլ հոգսեր ունենք, եթե եկել ենք այդ հոգսերով ու մտածում ենք մեր հոգսերի մասին, Քրիստոսի հետ հանդիպում չի լինի։ Մեր հոգսերը կարող է լինեն, բայց մեր սրտի ծանրությունը եւ անհավատությունը Աստված կվերցնի եւ մեզ կբժշկի։ Բժշկությունը դա սրտի խաղաղությունն է։ Բժշկությունը դա երբ որ մենք մեր ներկա գտնված նեղությունների դժվարությունների մեջ ապավինում ենք նրան, որ կարող է մեզ փրկել ամեն վիճակներից ազատել։ Եթե ուշանա էլ ասում է սпасե, կգա փրկությունը։ Այս հավատքը Քրիստոսի վրա։ Սիրներ, մենք շատ խնդիրներ չունենք, մի հատ խնդրեմ ունենք մեր կյանքում, եւ այդ խնդրեմը ես եմ։ Իմ եսն է, իմ հին մարդն է։ Մի հատ քահանա այսպես է ասում, ես շատ հավանեցի իրեն, ասում է, ես իմ անձի խնդրեմն եմ։ Շատ ժողովուրդներ իրան գովում են, փառաբանում են, որ իր միջոցով Աստված հրաշքներ է գործում, բժշկություններ եղել, բայց ես անձը ասում եմ, ես իմ անձին խնդրեմ եմ։ Այսինքն երբեք ես ինձ չեմ հուսացել, վստահել, այլ Աստծո, ես նա գիտակցել էր իր ով լինելը։ Սերներ, խոսքը շատ առատ է, դրա համար պետք է ոչ թե միայն լսենք, ապա գրենք, ապա նշումներ անենք եւ գնանք տունը եւ պարապենք այդ խոսքի վրա, ժամանակ տրամադրե աղոթքի, ժամանակ տրամադրե այդ խոսքի վրա խորհելու, քո սրտովը միշտ կապվիր Աստծո հետ, որովհետեւ Աստծո հետ մեր ունեցած կապը իր խոսքի միջոցով է։ Դու ես Աստծո հետ կկապնվենք, եթե իր խոսքի հետ մենք հաղորդենք, որովհետև Աստված մեզ հետ խոսում է հիմնական միջոցը իր խոսքն է, որովհետև իր խոսքը երկնքում հաստատ է, իր խոսքը նաև մեր սրտի մեջ պետք է մտնի եւ մեզ բժշկի։ Սեներ Անդրանիկ եղբայրը խոսեց աղաչանքով աղոթք անելու մասին, իմ ցավալի կողմն է դա։ Ես խոստովանվում եմ, որ պահ եղա, որ ես սկսեցի խորհել, Տեր, ինչ պետք է որ յանի աղաչեմ, խնդրում եմ դուր էլի, մի հատ էլ աղաչեմ։ Էսի գիտեք ինչ սիրտ է, սա հպարտ սիրտ է։ Ես չգիտեի, որ ես հպարտ, անպարտավան սիրտ ունեմ, իմ հին մարդը հպարտ է։ Եթե Քրիստոսը, Աստծո որդին, ինչպես օրինակը բերեց եղբայրը ասեց, ու ես կաղաչեմ հորը, որ ձեզ ուրիշ մխիթարիչ տա։ Ով եմ ես, որ դեմ եմ գնում այդ գաղափարին, ասում եմ, դե բավական չէ, որ խնդրեմ Տեր, սա հպարտ սիրտ է, սա հին մարդն է, եւ այս հին մարդը, ինչպես եղբայրն ասեց, երբեք չի փոխվում։ Հին մարդը Հռոմեացիս 8-ում գրված է, չի հնազանդվում, ոչ էլ կարող է, սա մահ է։ Հին մարդու խորհուրդը ճշնամություն է, մարմնավոր խորհուրդը մահ է, հոգևոր խորհուրդը կյանք եւ խաղաղություն։ Աստված մեզ ազատի մարմնավոր խորհուրդից։ Էսի է փրկությունը։ Այս սրանից պետք է ես ու դու փրկվենք իմ մարդկային խորհուրդներից, իմ մարմնավոր կամքից։ Քրիստոսը ինչ լավն ես դու, Տեր, մեզ ամեն բանից ավելի պետք է վայելել Հիսուսին, հաղորդ լինել Քրիստոսին, քայլել Քրիստոսի հետ ամեն օր։
իր աշակերտը լինել եւ իրանից սովորել, որ ինքը հեզեմ ասեց եւ սրտով խոնար։ Այդ դեպքում միայն մեր անձերին հանգստություն կգտնենք։ Մենք շատ անգամ փնտրում ենք հանգստություն այս վայրում, այն վայրում, այն տեղում, այս բանի մեջ, այն բանի մեջ, բայց ավաղ ոչ միտեղ հանգստություն չկա, բայց միայն Քրիստոսի մեջ։ Նա է մեր հանգիստը եւ ինքն է որ կարող է ինձ հանգիստ տալ, ազատել այս հին մարդու այս հրեշային հոգեբանությունից ելնել, սա հրեշ է, սա երբեք չի խոնարհվում, սրան պետք է միշտ խաչել եւ իր տեղը ցույց տալ, պապանցվիր հին մարդ, դու խաչված ես Քրիստոսի հետ, քո տեղը խաչն է, քո տեղը Գողգոթայի խաչն է, որտեղ ես փրկություն կտա։ Տերը թող բժշկե մեր անձերը, սիրելիներ, որպեսզի այս խնդրը ես խոստովանվում եմ եւ երկար ժամանակ խորհում էի, ինչու՞մն է խնդիրը, ինչու համար Աստված ինձ ասում է այս բանն արա, ես հակառակն եմ անում, կամ ընդհանրապես չեմ լսում։ Պարզվում է, որ Երեմիա մարգարեն 17-ում եւ ամեն տեղ գրված է, որ ասում է սիրտը ամեն բան է ավելի խաբեբա եւ խիստ չար է, զանիկա ով կրնա գիտնալ։ Երեմիա 17 9-րդ խոսքը։ Սիրտը, մեր մարդկային սիրտը ամեն բան է ավելի խաբեբա է, այսինքն նրա նման խաբեբա չկա։ Եվ դու ումից է գալիս սատանայից։ Երբ որ մեղքը մտավ աշխարհ գրված է, որ Աստված մարդը ուղիղ ստեղծեց, բայց երբ որ մեղքը մտավ, երբ որ նա հնազանդվեց մեղքին, մեղքը մտավ, այդ բնությունը ապականվեց եւ հիմա մարդու սիրտը ամեն բան ավելի խաբեբող խիշար է։ Նույնիսկ մենք ինքներս չենք կարող հասկանալ մեր սիրտը։ Դրա համար ասում է զանիկա ով կրնա գիտնալ։ Ես Տերս։ Ես հիշում եմ մի օր բացվեց իմ սրտի ով լինելը, եւ բացվեց իմ իրական ով լինելը, որ ես տեսա, որ ես կարող եմ աշխարհի ամենավերջի հանցանքը գործել, սիրելիներ, ցույց տվեց, եւ ես ասեցի, «Օ Տեր, ինչու ես ինձ փրկել, ես փրկվելու արժանի չեմ»։ Կարող ես դու դա ասել, ու չես ասի դա, մենք չենք կարող ասի, դա հայտնություն է հոգուց։ Ինչու ես ինձ փրկել, ես փրկվելու այսինքն մենք ոչ մի արժանիքներ չունենք, մեր արժանիքը Քրիստոսն է, որ Գեթսեմանում քրտնքի եւ այդ այժումներ գալիս էր իր ճակատից եւ աղոթք էր անում հորը եւ ինչպիսի հնազանդություն, որ ասեց հայր վերցրա, հեռացրա, եթե կարելի է, բայց ոչ թե ինչպես ես եմ ուզում, ոչ թե իմ կամքս, ապա քո կամքդ լինի, այ իմ Տերը, քո Տերը, այ իր կամքը ուրանալով հանձնեց, մատնեց իր անձի մահվան իմ եւ քո համար, ես այս սրանից պետք է ազատվեմ, այս հին մարդու կամքից, սա է իմ խնդիրը, սիրելիներ, դուք հիշում եք, հին ուխտում այսպեսի մի պատմություն ունենք, երբ որ Սամվել մարգարեն, հրաշալի մարգարե Իսրայելի մեջ, ղրգեց Սավուղ թագավորին ամաղեկը ջարդելու, Աստված հրաման տվեց, պատվիրեց, որ գնա ամաղեկը մեծ, փոքր, չխնայես ոչ մի բան, ոչ անասունին, ոչ թագավորին, կկոտորես բոլորը, եւ ինքը գնաց, թագավորը Ագագին ողջ բռնեց, գեր կենդանիներից հավաքեց, բերավ Սամվելի առջև, Տերոջը օրհնյալ, ահա Տերոջը խոսքը կատարեցի, Սամվելն ասեց, բա որ կատարել ես այդ ոչխարների ձայնը ինչ է, որ ականջից գալիս է, այս Ագագը ինչ է, որ բերել ես այստեղ, ես կատարեցի, դու չկատարեցիր, ասում է, միթե ասում է չգիտես, որ հնազանդությունը զոհերեն աղեկ է, խոսք մտի կնելը խոյրու ճարպեն, խոսք մտի կնել, հնազանդել, Սայա, կենտրոնանցի սրա վրա, քննե քո անձը, դու խոսք լսող կատարող ես, դու կարողանում ես կատարել, սերներ բժշկությունը Քրիստոսով է, Քրիստոսն է, որ ինձ կբժշկե այս մահացու մարմնից, նա է, որ քեզ կտա այդ բժշկությունը, որտեղ Սամվելը նաև շարունակում է ասելով, ասում է, կամակորությունը կռապաշտության պես է, ապստամբություն է սա, Աստծո դեմ, Սերներ էսին մարդը պետք է գիտակցենք, որ ինքը պիտի խաչվի եւ մեր փրկությունը խաչն է Քրիստոսի հետ խաչը ելա
եւ այլևս կենթանի եմ ոչ թե ես, այլ Քրիստոս կաբրի մեջս։ Տեսեք, մեկ դրանից առաջ ասում է, որ Տերը մեզ խաչեց, մենք Քրիստոսի հետ խաչն ենք հելը, բայց նաև գալիս է այն պահը, երբ որ որոշում եւ ընտրություն պետք է անենք կյանքի եւ մահվան միջև, ես պետք է ասեմ, մարմին դու խաչված ես, ես պետք է հանեմ ինձ խաչը, Քրիստոսի, ես ասեմ, ես խաչված եմ, ինչպես Պողոս Առաքյալը Գաղատացիներին ուված նամակում այդպես է ասում սերներ, նամակի Գաղատացիի վերջում ասում է, բայց քավլիցի 6:14 Գաղատացիս, բայց ես քավլիցի, որ պարծենամ, հապա միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչովը, որով աշխարհինձի խաչ ելած է, ես ալ աշխարհքին։ Վասի Քրիստոսը ոչ թլպատությունը բանն է, ոչ էլ անթլպատությունը, հապա նոր ստեղծված լինելը։ Ուրեմն ինչ արեց Քրիստոսը, սիրելիներ, Քրիստոսը մեզ նոր ստեղծեց։ Հիմա մենք այս պայքարը ունենք մեր մեջ, թեև մենք նոր ստեղծված ենք, բայց քանի որ կա հին բնությունը եւ աստվածայինը, մենք պետք է սովորենք սրան մերժել, հինը մերժել եւ բարին հնազանդվել Տերոջը։ Ուրեմն Տերը թող մեզ ողորմի, որբեսի մենք սովորենք հնազանդ լինել Տերոջը, անձը ուրանալով, իմ կամքս ուրանալով, որտեղ սա է արգելքը, հիմնական արգելքը սա է։ Եվ Հիսուսը, երբ որ իր աշակերտները, երբ որ հայտնեց Պետրոսին եւ աշակերտներին, որ ինքն է Քրիստոսը, ասովորտին ասեց, եթե մեկը կուզե իմ հետևես գա, թող իր անձը ուրանա, սա կամքը ուրանալն է, խաչը առնե եւ գա իմ հետևես։ Սիրելիներ, սա է, սրա վրա խորհենք, մտածենք եւ այստեղ ինչ որ ասվում է, պահենք մեր սրտի մեջ, խորհենք դրա վրա, որովհետեւ այդ խոսքն է, որ մեզ մոտեցնում է Հիսուսին եւ տալիս է մեզի բժշկություն։ Թող Տերը օրհնի, Սուրբ Հոգով մեզի զորացնի, որբեսի այն բարի գործը, որ Աստված մեր մեջ սկսեց, Փիլիպեցիս առաջի գլխում է գրված, մինչև Քրիստոսի օրը գրված է, նա պիտի կատարե։ Եկեք մենք էլ համագործակից լինենք Սուրբ Հոգուն, դուր մեզի այդ լսող սիրտը, լսողական չդուր մեզի, որտեղ Սամվել Մարգարեն մի այսպիսի խոսք է ասում է, եւ անոր խոսքերեն բնավ մեկը գետինը չցկեց։ Էսի մեծ հրաշք ասել, թող Տերը օրհնի, զորացնի մեզի, ամեն։